Շատ լավ, էջմիածի ընտրություններ, Վաղարշապատի այդ համայնքի ընտրություններ, խնդրեմ։ Գիտեմ, որ ձեր ուժն էլ է մասնակցելու, Հայաստան դաշինքն էլ է մասնակցելու, այնտեղ Հայաքվեն, Հայրենիք, շատ լավ է, էլի, դիմադիր տարբեր ուժեր մասնակցում են, շատ լավ է։ Էջմիածի ընտրություններում հաշվի առնելով Գյումրի տխուր փորձը իշխանության համար, Փաշինյանը ինչ արեց, որպեսզի քանի որ Էջմիածնում ձայն չունի, ինքը որոշեց Խոյ համայնքի 17 գյուղերը միացնի Էջմիածնին, որպեսզի այդ գյուղերի բնակիչների հաշվին կարողանա ձեները հավաքել եւ այսպես ասած քաղաքապետ ընտրելցնել տալ Էջմիածին Վաղարշապատ համայնքի համար։ Այս նպատակով իրենք այդ խնդիրը փորձում են լուծել։ Իհարկե, ի տարբերություն Գյումրի, իրանք լավ կազմակերպել են այդ ամեն ինչը։ Գյումրիում, քանի որ այդպիսի բան չկարողացան անեին, դրանք պարտվեցին։ Հսկայական կարելի ասել, որ վարչական ռեսուրսներ օգտագործեցին։ Այնքան ճիշտ է ընտրական շարք չեն կարող, բայց մինչև ընտրությունները այնքան մարդկանց բաներ էին բաժանել, սոցիալական բաներ էին բաժանել, էստի համեցեք, որ հնարավոր չէր ասել, էլի պարզապես։ Այն 17000 ձենից որ իրանք ստացել են, 90%-ը այ մարդկանց վարելիանք են բաժանել, փայտ են բաժանել, այդպես բաներ ա եղել։ Այս իշխանությունը այլևս ոչ մի արժեք չի մնացել։ Այս իշխանությունը բայց տեսեք ինչ խորամանկ, նախ շատ լավ է, որ ընդդիմությունը այսպես շատ բան մտել է, ինչ խորամանկ բան են արել, այդ մեկ ճիշտ ասեցիք, եւ երկրորդ ուրեմն երկու տեխնացուն են, այն տեխնացուներից մեկը հայրը ազատամարտիկ եղե, բավականին այսպես մեծ անուն ունի, վաստակ ունի եւ այլն, բայց եւ շատերն ասում են նրա որդին է, ուրեմն հենց այն հանգամանքը որ իր հոր ազատագրած տարածքը այս սրիկաները հանձնել են եւ դու համագործակցում ես, ինչ ազգանունը Դանելյան, Մեխակյան, դու արդեն իսկ հանգիստ կարող ես անբարոյականի անունով շրջել, որտեվ դու ուժ ես տալիս, դու օգնում ես, որ այն մարդիկ, որ ծախել են Արցախը, հանձնել են Արցախը եւ հիմա էլ այսպիսի անբարո հայտարարություններ են անում, պատրաստ են գնալ մեր թշնամու հետ, իրանց արևին այսպես կեղծ խաղաղության եւ թշնամուն բերել այլևս Հայաստան եւ Հայաստանի գլխին է այդ ամեն ինչը, ուրեմն դու անբարոյական ես եւ դու պղծում ես, թքում ես քո հոր Մեխակյանի հիշատակի վրա, լավ ես լսում։ Ուրեմն միջև ընտրություն ես սա ամեն օր քեզ ասել եմ, ստիպել եմ, որ բոլորը ասեն, որտեվ նաև մենք խոսում էինք պարոն Ոզյանի հետ, որ շատ կարևոր է բարոյական հարթությունը այս հարցի։ Ով ես դու, եթե դու հիմա լավ տղա ես խաղում, լավ տղայի բանը մարդու իբր թե ես իմ ինչ արժանի զավակ, դու թշնամուն ձեռքի տված գնում ես թշնամական ուժը, որ հաղթի, Մեխակյան ես, չգիտեմ ինչ ես, գնացել ես ԿՊ-ով, հիմա էլ կապիկություններ պետք է անեք, դու իբր թե լավ, ինչ լավ տղա։ Ինչ երկիր Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող տղա ջան դու թքել ես քո հոր նկարի եւ հիշատակի վրա Մեխակյան ես չգիտեմ չեմ ճանաչում ուղղակի իմանալը որ հայր ով է ինչի մասին է խոսքը սա բան է այսպես ասած եթե մարդը իր հոր հիշատակը փաստորեն ուրանում այսինքն ուրացել է տարբերություն Արամ Զավենիսյան ինչ տարբերություն այս մարդուն երկրորդ այսքան բան այսինքն մարդու անձնական արժանինքների մասին խոսելը կներեք լավ տղան դա փեշակ չի հարգելի ժողովուրդ լավ տղան կարաս լինի գիտեք ինչ տա պետք է դուք ճիշտ նորմալ համակարգ ունենաս նորմալ համակարգի մեջ նորմալ կադրեր որ մտցնես նորմալ կաշխատեն ամենալավագույն եթե դու հիմա վատ համակարգի մեջ բերես Նոբելյան մրցանակի դափնեկիրներին իրանք պրոբալ կտան երկիրը եւ ճիշտ հակառակ եթե ճիշտ համակարգ ես դնում նոր տեսեք Միացյալ Նահանգների ժողովրդի մակարդակը անքներով ավելի ցածրական եվրոպական ժողովուրդների ել չասեմ նախկին խորհրդային միության ժողովուրդների բայց իրանք ամենահզոր համակարգն է որտեղ լավ համակարգ է իրանք հզոր համակարգ ունեն դրա համար իրանք համաշխարհային գերտերություն են դարձել հիմա երբ որ դու փաստացի իբր թե լավ տղայի Չնայած խիստ կասկածել է լավ տղա, եթե հորը հիշատակը մարդը ուրանում է, քաղաքական իմաստով է ուրանում, ինչ լավ տղայի մասին է խոսքը։ Այդ մարդը ուրացել է իր հորը, ինքը ոնց կարա համագործակցի մի իշխանության հետ, որը ըստ էության կատարում է թուրքական պահանջները, Թուրքիայի ազդեցության տակ իշխանությունն է, Թուրքիայի ազդեցության տակ իշխանության հետ ոնց կարելի է համագործակցել մի մարդ, որի հայրը կռվել է Ղարաբաղյան պատերազմում։ Չէ, համագործակցից մեկը որ հարձակվել է եկեղեցու Սա արդեն բարոյական կարմիր գծի Այո, արդեն դու անբարոյական ես Մեխակյան, դրան ի՞նչ է Դանելյան։ Այդ մարդիկ խնդիր տան ընտրել։ Ի՞նչ է դրան այդ Մեխակյանի։ Ես այդ մարդուն չեմ ճանաչում, չգիտեմ։ Բա մյուս կողմից հարձակումը եկեղեցու վրա, դու չես տեսնում ինչա կատարում քո քաղաքում, որ դու պաշտպանում ես եւ լավ տղայի անուն ունի։ Տեսեք, Մայր Հայաստանը
Եվ մի ուրիշ տեխնացու են բերել։ Հիմա քանի որ իրենք Գյումրիում պարտվեցին, հիմա մի հատ ինչ որ մեկին էլ բերել են դրսից, էլի ազդեցություն ունի, գումարներ ունի, բան էս ԿՊ-ի հետ տակից լավ բան անում, համագործակցում, բայց եկել է իբր մաքուր զուլալ տղա, հեսա կճշտեմ դրա անուն էլ կասեմ, որտեվ ես խոսել եմ իրենց հետ։ Ես ուղղակի այդ մարդկանց եմ դիմում, իմացեք որ 26 թվականից հետո արդեն իրավիճակը որ փոխվի, դուք այլևս չեք կարող ասել, գիտեք ինչ։ Դե ես տղա եմ, լավ տղա եմ, եկել եմ, սենց եմ արել, չեք կարող այդպես բան ասել։ Դուք այլևս հայրենիք չեք կարող ունենալ։ Ես ուղղակի այդ մարդկանց եմ ասում։ Դուք հայրենիք չեք կարող ունենալ։ Եթե պետական ապարատում աշխատող մարդիկ պարտադրված են աշխատում, իրանք պաշտոններն են, իրանք ի պաշտոն է պետք է աշխատեն։ Այն մարդը, որ իբր թե իրան համարում է գործարար, ինքը աշխատում է, բան, որ ունի ազատություն, հնարավորություն այս կամ այն քայլ կատարելու, ինքը այդ բարոյական իրանքը չի ունենալու ասել, գիտեք ինչ, ես այն ժամանակ չէի կարող ասես բանել։ Իմացեք, որ դուք ստեյցիան բարոյական պատասխանատվություն հայտնի գործարարի չեք կարողանալու Հայաստանում ապրել։ Մարդը հայտնի գործարարի որդի է, մենակ դրանով է հայտնի, որ հայտնի գործարարի որդի է, հանրապետականի հետ ակտիվ բան հարաբերություններ, Սերժ Սարգսյանի ընկերն է, հանրապետականն է, ամբողջ կյանքում աջակցել է այդ գործարարը հանրապետական, մեկը տեսնես որդին ջերմուկի բանը, ԿՊ-ից քաղաքապետի, չգիտեմ ինչի տեխնացու է, դնում ու անցնում է, ինչ ասես ես բանը։ Հետո ինչա տեղի ունենում։ Մի րոպե, պարոն Բոզյան, ինչա տեղի ունենում։ Թուրքերը գալիս են որտեղ են հայտնվում ջերմուկի բարձունքի վրա, ով է մեղավոր, միայն Նիկոլը։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Հետո չասեք էս մարդիկ ազնիվ են, էս մարդիկ գործ չունեն։ Ես Փաշինյանի հետ համաձայն եմ, ինքը մեղավոր է, բայց ինքը միակ մեղավորը չի։ Եվ միակ մեղավորը չէր կարա այս ամեն ինչը աներ այս ժողովրդի։ Բայց այս մարդը տեսեք ինչը հայտարարում, ասում է բանակը անվտանգության առումով։ Տեսեք էս վաղաշաբաթում Մայր Հայաստանը վերցել է իր ամենածանր բեռը։ Այսինքն մենք փաստացի մեր տեխնացուն այդ խոյ գյուղերից մեկի նախկին գյուղապետն է եղել եւ մենք այդ խոյ համայնքում ենք ուզում իրան հաղթենք։ Շատ կարեւոր խնդիր է, որտեղ ամենածանր գործը էջմիածնում հաղթելը հեշտ է, որտեղ էջմիածնում Նիկոլ Փաշինյանը ձեն չունի։ Այնտեղ այդ տեխնացուները, որ էջմիածնում են աշխատելու, իրանք հեշտ է։ Մայր Հայաստանը վերցել է ամենածանր ֆրոնտը այդ աշխատանքի եւ ես հպարտություն եմ զգում դրա համար, որ մենք ամենադժվար ֆրոնտն ենք վերցրել եւ մենք այդ դժվար ֆրոնտում հաղթանակ ենք տանելու եւ մեր ժողովուրդը տեսնի, որ այս մարդուն կարելի է հաղթել ամենածանր տեղում, որտեղ որ համարում է անհնարին այս մարդուն հաղթել։ Սա կարևոր խնդիր է շատ։ Եվ մենք մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասին իհարկե մենք իսկապես փորձելու ենք փոխենք նաեւ վաղաշաբաթում այդ իրավիճակը, ինչպես որ մենք արեցինք Գյումրիում, ինչպես որ հետագայում նախկինում արեցին Վանաձորում, բայց չկարողացան այդ բանը կյանքի կոչել, որտեղ այնտեղ այն ժամանակ դեռ Փաշինյանը դիրքերը ուժեղել եւ կարողացավ մարսել իր անօրինականությունները, բայց հիմա ժամանակները փոխվել են արդեն։ Շատ քիչ ժամանակ կա մնացել ընտրություններին եւ բոլորը հասկանում են ընտրություններին, որ մոտենում է, Փաշինյանի ձեռները դողում են արդեն, ի վիճակը արդեն, այսպես ասած, անորոշ է դառնում եւ բոլոր մարդիկ կանգնում են լուրջ ընտրության առաջ, որտեղ սա մենակ շարքային ընտրություն չի դառնում արդեն։ Շատ կարեւոր է այդ գործոնը հաշվի առնել։ Շատ լավ։